Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ մի վիճակագրությանը, որը տարընկալումների տեղիք տվեց, տեսեք, ֆիքսվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է, բայց ես ուզում եմ բացել այս վիճակագրությունը եւ նշել, որ երբևէ այսպիսի գերազանց վիճակագրություն չենք ունեցել։ Այսինքն 23 թվականի համեմատ 24 թվականին 45 զոհ պակաս ենք ունեցել։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ 24 թվականի համեմատ 43 զոհ պակաս ենք ունեցել։ Այսինքն 1 տարի 9 ամսվա ընթացքում մենք ունեցել ենք 88 զոհ պակաս, քան նախկին 1 տարի 9 ամիսների ընթացքում։ Նման վիճակագրություն երբևէ մենք չենք ունեցել, որ հնարավոր լիներ զոհերի թիվը այսպես նվազեցնել։ Հատկապես այն պայմաններում, որ վերջի տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է տրանսպորտային միջոցների քանակը Հայաստանի Հանրապետությունում։ Միայն վերջի 2 տարիների ընթացքում 24-25 թվականի ընթացքում մոտ 25000 տրանսպորտային միջոց է ավելացել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս պայմաններում մեր իրավապահ մարմիններին հաջողվել է 88 զոհ նվազեցնել, այսինքն 88 փրկված մարդկանց կյանքեր։ Եվ սա գնահատանքի է արժանի։ Ես պետք է ասեմ, որ միջազգային փորձը վկայում է այն մասին, որ այսպիսի արդյունքներ հասնելու համար մշակվում են 5-ամյա պլաններ, հայեցակարգեր, ռազմավարություններ, որպեսզի հնարավոր լինի 5 տարվա մեջ, ասենք 10% նվազեցնել զոհերի քանակը, բայց մենք հնարավորություն ենք ունեցել գետնի վրա, հողի վրա ունենալ այսպիսի արդյունք։ Եվ իհարկե փառք ու պատիվ մեր այն իրավապահներին եւ բոլոր այն պետական մարմիններին, ովքեր այս ուղղությամբ աշխատել են եւ մեծ հաջողության են հասել, եւ իհարկե առանձնահատուկ պետք է շեշտել բարեկային ոստիկանության դերը այս ամենի մեջ։ Եվ իհարկե այս նվազումը զոհերի հիմնականում պայմանավորված է բարեկային ոստիկանության ծառայությամբ, ոչ միայն բարեկային ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը ուղղված միջոցառումներն է գերազանց իրականացնում, այլ նաև հանցագործությունների կանխմանը, կանխարգելմանը եւ բացահայտմանը, եւ ես պետք է հիշեմ նորից 24 թվականի վիճակագրությունը եւ ճանապարհային ոստիկանության, բարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել էր մոտ 2000 թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք։ Սա կրկնում եմ, կարծում եմ, որ անհրաժեշտ էր, որ մեր ժողովուրդը իմանա, որ վիճակագրությունը այսպիսինն է եւ փառք ու պատիվ դրանց, ովքեր այս վիճակագրությունը դարձել են իրականություն։ Ես կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք ունենալու ենք ավելի դրական վիճակագրություն եւ տարեվերջին մենք կամփոփենք ավելի շատ լավ արդյունքներով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սերգեյ Բագրատյան